Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում լարվածություն նոր օրի ավելանում է, սյուժեն նոր շրջադարձ է ապրում, երբ Ալինայի բուժման համար անհրաժեշտ մեծ գումարը վերջապես Նորոն վերցնում է, բայց ինչպես հաճախ է լինում այս ընտանիքի ճակատագրում, գումարը վերցնելը միայն առաջին քայլն է, իսկ հաջորդն ամենաբարդն է։ Ալինայի վիճակը հեշտ չի թողնում որևէ մեկին ավելի լավ բան մտածելու, ժամանակը սուղ է և Նորոն ստիպված էր ընդունել օգնությունը, անկախ նրանից, թե ումից է գալիս, հատկապես, որ նրան զգուշացնում են, որ այնտեղից, որտեղից այդ գումարը վերցնում է, բանկ չէ ու տոկոսները նույնը չեն, ինչ որ բանկին է, բայց Նորոն այլ ելք չունի, նրա համար ամենագլխավորը իր քրոջ առողջական վիճակն է, իսկ Ալինայի լավացման համար Նորոն պատրաստ է ամեն ինչի, բայց ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, և հաջորդ քայլը ամենաբարդն է, երբ նա պետք է որոշի այդ գումարը հետ վերադարձնել։ Ալինայի վիճակը օր-օրի վատանում է։ Այդ պահին, երբ նա գումարը վերցնում է, նրա ձեռքերն ուղղակի դողում են, բայց ակնհայտ է ոչ թե փողի ծանրությունն էր վախեցնում նրան, այլ այն փաստը, որ հիմա իր կյանքում նոր պարտավորություն է ավելացել, նա գիտի, որ ինչ-որ մի օր պետք է այդ գումարը հետ վերադարձնի։ Նա չընդունեց Արշակի առաջարկը, քանի որ նա գիտեր, որ նա պարտական է լինելու իր ամբողջ կյանքում ու պարտական լինելու գիտակցությունից այն մարդուն, որին տարիներ շարունակ մեղադրել է, այլևս թույլ չտվեց ընդունել նրա օգնությունը։ Այս պահին Նորոն պայքարում է ոչ միայն քրոջ կյանքի համար, այլ նաև իր տղամարդկության, անկախության և ինքնագնահատականի։ Նորոն հասկանում է, որ ապագայում գումարը վերադարձնելը հեշտ չի լինի, գումարը մեծ է, իսկ իր աշխատավարձը հազիվ է ծածկում իրենց ամենօրյա կարիքները։ Բայց սերիալում ակնհայտ է, որ այս պարտքը հետագայում դառնալու է լուրջ պատմական գիծ, Արշակը հավանաբար ևս մեկ անգամ ձեռք է մեկնելու նրանց։ Էլիզը չի համակերպվելու այն մտքի հետ, որ իրենց թշնամին պետք է իրենց ձեռք մեկնի։ Նորոն ներքին պայքար է ունենալու, որովհետև իրեն թույլ կզգա այս իրավիճակում Արշակի աջակցությունը անխուսափելի է դառնալու պարտքը վերադարձնելու գործում։ Սա ամեն բան ավելի է բարդացնելու, որովհետև պարտքը դա միայն գումարը չէ, դա նաև վստահություն է, պատասխանատվություն, հոգեբանական կապ, որը Նորոն չի ուզում ունենալ։ Սկզբում Նորոյի տատը մեղքի ու վիրավորվածության զգացումով ապրելով ամբողջ դժգոհությունն ու ատելությունը բարդել էր Արշակի և Շուշանի վրա։ Նա ամեն ինչ արել էր, որ իր թոռներին աջակից լինի, բայց միաժամանակ նրանց ներսում փոշիացնի մոր կերպարը, սակայն այժմ, երբ Ալինայի կյանքը մազից է կախված և Արշակի օգնությունն առանց որի հնարավոր չի լինի շարունակել բուժումը, տատը հասկանում է իր ամենամեծ սխալը։ Նա Էլիզին ասում է, որ հավանաբար ինքը սխալ էր և պետք էր ուղղակի հասկանալ ու թողնել, որ երեխաներն իրենց մոր մոտ լինեն։ Այդ պահին նրան հասնում է մի բան, որ տարիներ շարունակ չէր ցանկանում ընդունել՝ իր ասածները, իր խոսքերը, իր պատմած հին պատմությունները ոչ թե բուժել են երեխաների ցավը, այլ այդ ցավը ավելի են մեծացրել։ Տարիներ շարունակ նրանց ներսում նա ատելություն է սերմանել, բայց այդ ատելությունը դեպի ոչ մի լավ ճանապարհ չի տարել։ Ալինայի հիվանդությունը դարձավ այն սահմանագիծը, որով նրանք բոլորն այս պահին կանգնած են։ Տատը սկսում է հասկանալ, որ առերեսվելու է ոչ միայն իրականության, այլ նաև ինքն իր հետ։ Սերիալը գնում է դեպի կարևորագույն հանգույցները։ Նորոն ստիպված է լինելու բացեի բաց խոսելու Արշակի հետ, այնուհետև հավանաբար ընդունելու Արշակի օգնությունը։ Էլիզի ներսում վրեժ կամ շնորհակալություն, երկընտրանքն ավելի է խորանում։ Տատը հնարավոր է ինքն առաջինը ընդունի իր սխալները, ինչն անսպասելի շրջադարձ կլինի։ Ալինայի վիճակը կարող է միավորել ընտանիքները, ինչին չէին սպասում անգամ նրանք, ովքեր մտածում էին, որ ատելությունը երբեք չի վերջանա։
Այս ամենը ցույց է տալիս, որ ուրիշի ընտանիքը սերիալը պատրաստվում է նոր, հզոր, հուզական ու դրամատիկ փուլի, իսկ ամենամեծ հարցը դեռ մնում է անպատասխան. արդյոք Արշակի և Շուշանի երեխաները մի օր կդադարեն նրան համարել թշնամի ու կկարողանան ընդունել նրան որպես ընտանիք: Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Չմոռանաք նաև գրել, թե ձեր կարծիքով արդյոք վերջապես նորոն կընդունի Արշակի մեկնած ձեռքը և ինչպես են նրանք հաշտվելու, չէ՞ որ մի օր իսկապես նրանք կանգնելու են հաշտեցման եզրին: Եվ այս ամենում իր մեծ մեղքի բաժինն ունի տատը: Ինչպե՞ս է տատը համոզելու երեխաներին, որ մի օր նրանք կընդունեն իրենց մոր ընտրած տղամարդուն: Իհարկե այստեղ բոլորի մեղքի բաժինն է, մեծերի հատկապես: Արշակն էլ իր մեղքի բաժինն ունի, տատը ամենամեծ մեղքի բաժինը, հայրը, մայրը, բոլորն էլ այս երեխաների ապագան դրել են կասկածի տակ ու որոշել դասավորել իրենց կյանքը: Իսկ երեխաները ոչնչով մեղավոր չեն ու բնականաբար նրանք մեծացել են վիրավորանքի ու մերժված լինելու ցավի ներքո: